Երեկ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին կրկին անդրադարձավ սահմանադրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ըստ էության մենք ոչ մի նորություն չլսեցինք, կուզենամ անդրադառնալ խաղաղության պայմանագրին, որը դեռ չի ստորագրվում, կարելի է ենթադրել, որ մինչեւ Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը այդպես էլ չի ստորագրվի։ Ոչ չի կարելի նման բան ենթադրել, առնվազն երեկվա նաև վարչապետի պատասխաններից, որոնք նա հնչեցրեց ի պատասխան ադրբեջանցի լրագրողին, ըստ էության կրկնելով այն, ինչ մենք ասել ենք բազմիցս, մենք այսպես ասած անգամ իրականության մեջ եթե դիտարկենք Ադրբեջանի մտահոգությունները կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, նախ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք ուրեմն մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում մեր առաջարկին։ Շնորհակալ եմ։